Ողջունում եմ բոլորին իմ ալիքում։ Այսօր մենք խոսենք Քրիստոսի առակներից մեկի, որը շատ կարևոր է և արդիական է մինչև այսօր, Սերմնացանի առակը։ Այն կարող եք կարդալ Ղուկասի ավետարանի 8-րդ գլխի 4 համարից սկսած։ Եվ երբ որ մեծ բազմություն էր հավաքված, և ամեն մեկ քաղաքից նրա մոտ եկան, առակով ասեց. «Սերմ ցանողը դուրս գնաց սերմ ցանելու»։ Եվ նա սերմելիս ճանապարհի մոտ ընկնողները կողպեցան, և երկնքի թռչունները նրան կերան։ Ուրիշը պապարաժի վրա ընկավ և բուսնելու ժամանակին չորացավ, հյութի պակասություն կար։ Եվ ուրիշն ընկավ փշերի մեջ, և փշերը նրա հետ բուսան և խեղդեցին նրան։ Եվ ուրիշն ընկավ այն բարի և պարարտ երկրի վրա, և բուսավ, հարյուրապատիկ պտուղ տվավ։ Այս բաները խոսելիս աղաղակեց. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսե»։ Ինչպես գիտենք, Քրիստոսը առակներով էր խոսում շատ բաներ, և հետագայում առակները հասկանում էին իր աշակերտները կամ նրանք, ովքեր ընտրյալ էին, ընտրյալ ասելով նկատի ունեմ, ովքեր ընտրեցին Աստծո ճանապարհը և ուզում էին լսել Աստծո խոսքը։ Եվ հետո Քրիստոսը մեկնաբանում է իր առակը։ Սերմը Աստծո խոսքն է, այսինքն սերմը Աստծո խոսքի տարածումն է, երբ որ տարածվում է մարդկանց մեջ Աստծո խոսքը։ Ճանապարհի մոտ նրանք են, որոնք լսում են, և հետո սատանան գալիս է և խոսքը նրանց սրտից հանում է, այսինքն երկնքի թռչունները համեմատվեց սատանայի հետ, որպես խորհրդանշական իմաստով, որ չհավատան և փրկվին։ Այսինքն, երբ որ մարդիկ գնում են և Աստծո խոսքը ինչ-որ մարդու ասում են, այդ մարդը չի ընդունում այդ խոսքը։ Օրինակի համար գնանք մուսուլմանական երկրներ կամ այլ երկրներ կամ ինչ-որ անհավատ մարդու, և նա միանգամից ժխտում է։ Դա հենց այդ մարդիկ են, ովքեր սկզբից և Աստծո խոսքը լրիվ չեն ընդունում։ Ապառաժի վրայինները այսօրվա կարելի է ասել քրիստոնյաներն են, որոնք կամ ոչ միայն էլի, երբ որ կլսեն խոսքը կդառնան քրիստոնյա, այսինքն երբ որ կլսեն, ուրախությամբ կընդունեն խոսքը, սակայն արմատ չունեն։ Խոսքը արմատ չունի նրանց մեջ, միաժամանակ հավատում են, բայց փորձության ժամանակին հեռանում են։ Այսինքն նրանք հավատում են, սակայն գործերով այդքան էլ չեն ապացուցում։ Փշերի մեջ ընկնողները նրանք են, որ խոսքը լսած են լինում, բայց հոգսերից, հարստությունից, կյանքի զվարճություններից գնալով խեղդվում են, անպտուղ են լինում։ Այսօր աշխարհում կան 3 տիպի քրիստոնյաներ։ Դա իմ անձնական կարծիքն է։ Դուք եթե ուրիշ տեսակ եկան, կարող եք գրել մեկնաբանություններում։ Կան կներեք ոչ թե 3 տեսակի քրիստոնյաներ, այլ մարդիկ։ Առաջինը, որոնք այլ կրոնի հետևորդներ են, ընդհանրապես չեն ընդունում Աստծուն, կլինի աթեիստ, կլինի այլ կրոն, կապ չունի։ Երկրորդ տեսակը նրանք են, որ հավատում են, բայց զուտ անունով են հավատում, այսինքն ապրում են այնպես, կարծես հեթանոս կամ աթեիստ լինեն, անհավատ, բայց էլի ճանաչում են Աստծո խոսքը, հազարից մի անգամ եկեղեցի են գնում, եթե պետքի ժամանակ եւ այլն։ Իսկ երրորդ տեսակ մարդիկ նրանք են, որոնք համեմատաբար այս երկուսից քիչ կլինեն, դրանք իրական Աստծո խոսքը պողներ են։ Հենց նրանց մասին է, որ ասում է պարարտ երկրի միջինը։ Նրանք են, որ բարի և հոժար սրտով խոսքը լսում և ընդունում են, և համբերությունով պտուղ են տալիս։ Այսինքն սրանք ոչ միայն կընդունեն խոսքը, կքարոզեն, այլ նաև հենց իրենք է կպհեն, և շատերն էլ իրենց բարի վարքը տեսնելով, Աստծուն փառաբանելով նրանք է կդառնան հավատացյալ։ Սրանք այն են, որ ոչ իրենց կյանքի այս հարստություններն ու զվարճություններն ու տարբեր գայթակղություններն են գայթակղեցրել, այլ նաև այն մարդիկ են, ովքեր ընդհանրապես փորձության էլ մինչև վերջ դիմանում են։ Պետք է մենք լինենք հենց այս երրորդ տեսակի մարդը։ Դա պահանջում է շատ ջանքեր, այնպես չէ դժվար է, բայց Աստծո հետ ամեն ինչ կարելի է, ինչպես ասում է Աստվածաշունչը, հնարավոր է։ Մենք պետք է դառնանք Աստծո խոսքի ընթերցանությամբ, մեր ընթերցածը մյուսներին քարոզել, իրար հետ աղոթել միմյանց համար և ապրել Աստծուն հաճելի կյանքով։ Շաբաթօրը սուրբ բարել, այդ օրը լրիվ նվիրել Աստծուն եւ այլ բաներում մենք պետք է չմտածենք, շատ ենք ընկնում մտքերի հետևից, այդքան գայթակղություններ ու մեղքերը չեն մեզ թե կախվածության մեջ գցում, թե գայթակղեցնում, ինչքան հենց մեր կասկածամիտ մտքերը, թե փրկություն չկա։ Բայց եթե մենք մեր հույսը դնենք Աստծուն, կողքի ձայները անջատենք, պատկերացնենք մի սենյակում ենք եւ անդադ ձայներ են լսվում, պետք է այդ ձայները անջատել եւ
գնալ այն ուղղությամբ, որը տանում է դեպի ելք, այն ձայնը, դա Աստծո ձայնն է։ Այսինքն պետք է արհամարհենք բոլոր ուսմունքներն ու բոլոր մարդկանց կարծիքները եւ քայլենք միայն Աստծո խոսքով։ Ամեն ինչի չափենք ըստ Աստծո խոսքի աղոթքով եւ թողնենք, որ հենց Սուրբ Հոգին մեզ նորոգի։ Առանց սրտի նորոգության մենք չենք կարող չարատել ու զզվել։ Եթե չնորոգվենք, մենք կլինենք այս քրիստոնյաների տեսակներից մեկը, փշի մեջ խեղդվող, երբ որ անունով կլինենք Աստծո խոսք ընդունող, ցենց ամեն ձևով, ծիսակարգերով, ամեն ինչով ցենց Աստծո խոսքն ենք ընդունում, իբր ցույց ենք տալի արտակնապես, ինչպես փարիսեցիները, սակայն ներսից կլինենք փթած։ Շատ դեպքերում հենց Աստծո ժողովուրդը որոշ չափով այդպիսին է եղել, ցույց է տալի դրսից, թե նախանձախնդիր է, սակայն ներսում գայթակղություններ է սիրում։ Դրա համար պետք է նորոգվենք Աստծով, Աստծո խոսքով։ Եվ պատահական չէ, որ Հիսուսն ասում էր, կա երկու պատվիրան. առաջինը սիրել Աստծուն, երկրորդը սիրել մարդուն։ Այսինքն, եթե սեր չլինի, Աստծո աչքերով մարդուն չնայենք, մեր մարդկային մեղքի աչքերով նայենք, մենք պատվիրանները երբեք չենք կարողանալու պահել։ Սերն է հենց պատվիրանի կատարումը, ինչպես ասում է Աստվածաշունչը։